Ողջույն իմ սիրելի հետևորդներ, շատերին կթվա, թե սունկը մարինադ պատրաստելուց շատ վտանգավոր կլինի, բայց պետք է ասեմ, մենք ինքներս հենց մեր ամբողջ կյանքում գնել ենք խանութից պահածոյացրած օգտագործելու համար, թե տապակելու, թե աղցանների մեջ։ Հիմա ավելի լավ չէ մենք ինքներս պատրաստենք, իմանանք ինչ ենք օգտագործել եւ ցանկացած պահին կլինի ցերեկ, կեսօր, երեկո, ինչ որ նախուտեստ կամ աղցան պատրաստելուց հանենք մեր պահածոյացրած սունկը եւ օգտագործենք։ Ինձ մոտ 2 կիլոգրամ սունկ է, այսպիսի մանր տեսակի շամպինյոն սունկը, ջերմոցի սունկ է։ Լավ լվանում ենք եւ դնում ենք եռալու։ Ընդամենը 10 րոպե եմ եռացրել ու քամել։ Վերցրել եմ կես լիտրանոց բանկաներ, տարաներ եւ յուրաքանչյուր տարայի մեջ դնում եմ մի փոքր կտոր սխտոր, մի ճյուղ համեմ եւ մի ճյուղ սամիտ։ Այսքան փոքր կանաչիները, քիչ կանաչին էլ բավական է համը շատ լավ լինելու համար։ Յուրաքանչյուր տարայի մեջ դնում եմ 1 դափնու տերև եւ բանկաները լրացնում եմ եփված սնկով, եփել եմ առանց աղի։ Դուք մոտավորապես մտածեք, որոշեք, թե ինչքան սունկ է ձեզ հարկավոր, եթե տապակելու համար, ապա ավելի շատ, եթե աղցանի համար, այնքան, որ մի տարան բացեք ու օգտագործեք աղցանի համար կամ մեծ կամ ավելի փոքր տարաներով։ Այստեղ քանի որ մի ձեռքով նկարում եմ, մյուս ձեռքս հարմար էր, որ էսենցիան դատարկեի բաժակի մեջ եւ այդտեղից լցնեի։ Յուրաքանչյուր կես լիտրանոց բանկային ավելացրեցի 1 թեյ գդալ աղ եւ 1 թեյ գդալ էսենցիա։ Էսենցիան նախորոք եմ ավելացնում, որպեսզի սունկը էլ ավելի շատ չեփվի, որպեսզի կարողանաք նաեւ որպես թթու մատուցել։ Լրացնում եմ միանգամից տաք ջրով, այստեղ դասավորում եմ կաթսայի մեջ, մոռացել էի նաև հատիկ կլոր պղպեղը, մի քանի հատիկ ավելացրեք։ Եվ կաթսայի մեջ էլ միանգամից ավելացնում եմ եռմանջուր, որպեսզի եռալու ընթացքը ավելի արագ լինի։ Ու դնում եմ եռալու։ Սիրելիներս, եռացնում եմ 20 րոպե։ Ահա 20 րոպեն անցավ, ես պահածոյացրեցի, կափարիչներով փակեցի, շատ լավ է ստացվում, սա փորձված բաղադրատոմս է, ցանկացա փոխանցեմ ձեզ, կարող եք ավելի խոշոր սունկ վերցնել, կտրատել, կտրատած վիճակում պահածոյացնել։ Անչափ շնորհակալ եմ, որ դիտում եք իմ տեսանյութը, ովքեր բաժանորդագրված չեն իմ ալիքին, բաժանորդագրվեք, որպեսզի դիտեք նոր տեսանյութերը, օգտակար եւ համեղ վլոգները։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, բոլորիդ ուրախ օր եմ մաղթում։